Շատ կարևոր թեմա կա, որին կուզեի անդրադառնալ, այդ մանիպուլյացիաների եւ քարոզչության տեսանկյունից Ալեն Սիմոնյանը հրապարակեց նոր թիվ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների եւ տարբեր փորձագետներ եւ ԶԼՄ-ներ շատ արագ հայտնաբերեցին անճշտություններ եւ մի քանի տարբեր անճշտություն, անհամապատասխանություն թվերի մեջ ներկայացրեցին, որ խոսքը եւ քննչական կոմիտեի հրապարակած թվերի հետ է հակասում եւ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թվերի հետ է հակասում եւ այսպես տասնյակներով է հակասում 1-2 մարդու ճակատագրի մասին չի խոսքը, բայց քանի որ մենք հիշում ենք Նիկոլ Փաշինյանի մոտեցումը այդ հարցին, որ ինքը զոհերին հաշվում էր պլյուս-մինուս 50-ով, այստեղ զարմանալու առանձնապես բան չկա։ Եվ երբ որ հարց են տալիս, ասում են անվանական ցուցակ այդ մարդկանց երբ է լինելու։ Ինչ եք թաքցնում։ Ասում եմ դա անձնական տվյալներ են։